Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ուրախ եմ եւս մեկ անգամ միանում եմ ձեզ Շանթի եթերով։ Ներկայացնեմ մեր հյուրին Դավիթ Թելյան։ Դավիթ ջան, բարի երեկո։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ մասնակցության համար իմ ծրագրին։ Եվ ես ուզում եմ ուրեմն ներկայացնել ձեր ընկերությունը, իհարկե քեզ խնդրելով, եթե կարելի է, ներկայացնես ընկերությունը։ Իհարկե, սիրով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ հնարավորության համար, որ կարող եմ այսօր խոսել իմ ընկերության մասին եւ ինչով ենք մենք զբաղվում եւ ցույց տալ, թե ինչքան օգտակար կարող է դա լինել նաեւ մեր հայրենակիցների համար։ Հիմնականում մենք, ասենք, աշխատում ենք ամերիկացիների հետ, ուղղակի կար նաեւ գաղափար, ինչու ոչ ներկայացնել նաեւ մեր հայ հասարակությանը, որովհետեւ մենք զբաղվում ենք ուսուցմամբ, կա կոնկրետ գոյություն ունի կոնկրետ ծրագիր, դա Google-ի ծրագրերից մեկն է, որը մարդիկ կարող են սովորել եւ հետո արդեն փորձեն ընդունվեն աշխատանքի ամերիկյան ընկերություններում։ Մենք սովորացնում ենք այդ ծրագիրը, անգլերեն լեզվով է ծրագիրը եւ նրանք, ովքեր որ ասենք ցանկանում են սովորել, պետք է անպայման լավ անգլերեն իմանան առաջի հերթին։ Հետո արդեն սկսում է, ասենք, application-ների process-ը, որ իրանք դիմում են տարբեր տեղեր, մենք իհարկե օգնում ենք, ընտրում ենք company-ները, սովորացնում ենք ոնց կարելի անել, ընդունվեց աշխատանքի, նույնիսկ աշխատանքից հետո եւս մենք փորձում ենք օգտակար լինել։ Շատ բարի։ Ուրեմն օրինակ, եթե մեկը անգլերեն իմանում է, այսինքն գիտի անգլերեն, տիրապետում է լեզուն շատ լավ, կարող է ընդունվել ձեզ մոտ։ Ձեր ծառայությունից օգտվել։ Այո, ավելի շատ կարող է։ Այսինքն կուրսի նման ավելի շուտ տենց բացատրենք։ Օրինակ ոնց են, ասենք, մարդիկ գնում են ինչ որ մասաժ կամ մասաժ թերապի կամ physical therapy են սովորում։ Նույնը մեզ մոտ, ասենք, անցնում են այդ կուրսը, սովորում են այդ ինչպես աշխատել այդ ծրագրով, հետո արդեն կարող են ընդունվել աշխատանքի ուրիշների մոտ, ոչ թե մեզ մոտ, այսինքն ամերիկյան կամպանիների մոտ։ Ինչու եմ ես ուզում ավելի մանրամասը խոսել, քանի որ առաջի անգամ է հանդիպում է ինձ, եւ ինչքան ես գիտեմ, բիզնեսի մեջ արդեն տարիներ կան, եւ ասենց ընկերություն չկա դեռևս իմ հասկանալով։ Եվ դրա համար ուզում եմ ավելի մանրամասը քեզանից այսօր իմանալ եւ ուրեմն փոխանցել մեր հեռուստադիտողներին, քանի որ շատ հետաքրքիր ուրեմն կարող եմ ասեմ դասարաններ են, սերվիս ասենք կամ կուրս ասենք, որի միջոցով կարող են շատ մարդիկ աշխատանքի ընդունվել։ Այո, իհարկե, ես ձեզ ասեմ, մենք արդեն օրինակներ ունենք բավականին, որ մարդիկ դիմել են մեզ, չգիտեմ, ցավոք սրտի ասեմ, թե ուրախություն ասեմ, բայց դրանք ամերիկացիներ են։ Այսինքն այն մարդիկ, ովքեր Այսինքն բիզնեսի համար լավ է, բայց դուք շատ նախընտրում եք հայերին, այսինքն ներգրավել ձեր այդ կուրսերի մեջ։ Ուղղակի ճիշտ ասած, իմ ծանոթները, ընկերները հարցնում են, ասում են, իսկ ինչու, ասենք, հայեր չեն գալի ձեզ մոտ, ինչու հայերը չեն սովորում, ասացի, չգիտեմ, չեմ կարող ասել, միգուցե տեղյակ չեն, որ սենց հնարավորություն կա, որովհետև իրոք, ասենք, այսպիսի կոնկրետ բան, որտեղ ինքը ծրագիրը շատ սպეციფიկ ծրագիր է, շատ հատուկ, ինչպես ամերիկացիները սիրում են, ասենք, կոնկրետ մի բան իմանալ եւ լավ իմանալ, այդ ծրագրերից մեկն է, որ կարող է սովորել եւ ընդունվել աշխատանքի եւ ամսական, ասենք, start-ը լինի $3250, ասենք, մոտավորապես որպես start։ Այսինքն հիմա գալիս են ձեզ մոտ սովորում են, ինչքան ժամանակ։ Գիտեք, մենք սկզբից ժամանակ 32 ժամ էինք մոտավորապես նախատեսել, բայց քանի որ մարդիկ տարբեր են, ունակությունները տարբեր են, այնպես ստացվեց մենք որոշել ենք, որ ժամանակ չնշենք, բայց մոտավորապես լինում է 2 ամիս։ 2 ամսում, այո, 2 ամիս։ Ինչ պիտի իմանա տվյալ անձը, երբ որ դիմում է ձեզ, այսինքն ինչ կրթություն պիտի ունենա, ուսումնական։ Իհարկե, դե գիտեք ոնց, ասենք, եթե անգլերեն արդեն գիտեն, բավականին լավ, այսինքն պետք է իմանան, այսինքն այնպես չի, որ ինչ որ կիսատ պռատ իմանալ, որովհետև դուք երբ որ գնաք application-ների անձնեք job interview-ի գնաք, դուք պետք է մրցեք ամերիկացիների հետ, այսինքն մի քիչ անգլերեն իմանալով հնարավոր չէ, այսինքն պետք է անպայման լավ։ Ասենք Ամերիկա անգլերեն շատ լավ իմանում են։
Okay, անգլերեն շատ լավ իմացողները այստեղ բոլորը ծանոթ են ինտերնետից օգտվելու, կոմպյուտերի հետ աշխատելու, այսինքն հատուկ սկիլեր պետք չի։ Ոչ մի, այսինքն միայն վերջացած լինեն իրենց bachelor degree ունենան ինչ որ այտենց կամ դպրոցը ավարտած լինեն անգլերեն նույնիսկ դպրոցը ընդհանրապես job announcement-ների մեջ իրանք նշում են որ bachelor's degree կա, բայց ասենք օրինակ վերցնենք ինձ որպես օրինակ, ես Հայաստանում եմ ավարտել։ Այսինքն իմ bachelor degree-ն իրանց համար այստեղ sorry, բայց ոչ մի բան չարժի։ Երբ որ ես ընդունվեցի աշխատանքի, իրանք այտենց չհարցրեցին էլ։ Ուղղակի նայում են հարցեր են տալի, ասենք կոնկրետ այդ ծրագրից փորձեն տեսնեն դու գիտեք դա, թե չգիտեք։ Այսինքն դա շատ ավելի կարևոր է, քան ասենք ինչ որ degree ունենաք։ Այո, ուրեմն հաճախում են ձեզ մոտ, ասենք 2 ամիս, անգլերեն իմանալը շատ պարտադիր է, հարգելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ կրկնում, որովհետեւ շատ ինձ համար ուրախալի, ասեմ, նորություն, լուր, որը կարող են օգտակար լինել մեր հայ ազգին, հայ ժողովրդին, եւ նամանավանդ նրանք, որ արդեն փնտրում են աշխատանքի, եւ գիտեք արդեն աշխատանքի վիճակները այդքան էլ լավ չի երևում։ Ուրեմն իմ կարծիքով դա այսա ամենալավ միջոցն է, որ զանգահարեք Դավիթ Թելյանին, հեռախոսի թիվը արձանագրեք եւ իհարկե վեբսայթը կա, վեբսայթը կարող եք այցելեք, ուրեմն զանգահարեք, տեղեկությունները մեկ առ մեկը փոխանցի ձեզ եւ հետո արդեն որոշումը ձերն է։ Անգլերեն խոսելը պարտադիր է։ Տարիքի սահմանափակում, այսինքն տարիքն էլ ասեցիք, եթե այսպես ասեմ, տարիքային սահմանափակում չկա, բայց եթե ճիշտը խոսենք, ասենք ճիշտ է Ամերիկայում օրենքներ կան, որոնք չեն թույլատրում նույնիսկ ինտերվյուի ժամանակ ձեզ տարիք հարցնել եւ այլն, բայց ամեն դեպքում որպեսի 100%-անոց ոնց որ ռեզուլտատ ունենանք, բնականաբար այդպիսի տեղերում աշխատում են 19-ից ասենք մինչև տենց 30-35, տենց մոտավոր 40 տարեկան մարդիկ, բայց նորից եմ ասում, սահմանափակում մենք չունենք։ Ուղղակի գիտեք ոնց, եթե մեկը գա, օրինակ ես մի օրինակ ձեզ ասեմ, Նյու Յորքից ինձ մի 44 տարեկան կին զանգահարեց, ամերիկացի, ասեց, գիտեք, ես printing industry-ում եմ, ուզում եմ online industry մտնեմ, քանի որ printing industry-ն ճիշտն ասած ոնց որ վերջանում է։ Եվ բոլոր աշխատանքները փակվում են եւ այլն եւ այլն։ Եվ ուզում եմ on-line մտնեմ, on-line advertising-ի մեջ մտնեմ։ Հա, ասես, բայց ճիշտն ասած ինքը ասեց, ես չասեց, ասեց ճիշտն ասած ես 44 տարեկան եմ, չգիտեմ էլի կլինի թե չի լինի, ասեցի գիտեք, եթե դուք ուզում եք, ասենք, աշխատեք, ոչ մի բան nothing can stop you։ Դուք կարող եք անեք։ Անգլերենը գիտեք, կոմպյուտերը գիտեք, ասենք, ոնց է աշխատում, այդտեղ խնդիր չկա, ուղղակի պետքա լինել աշխատասեր։ Ու պատկերացեք հիմա ինքը որտեղ է աշխատում, հիմա մի հատ company անուն տամ, New York Times-ում ինքը աշխատանքի է տեղավորվել։ Դավիթ ջան, գովաստ, կարճ դադար։ Զարին, այսուհետ կարող եք ձեռք բերեք հայկական բոլոր նպարատուններում, բարձրորակ թեյի հարուստ տեսականի, Զարին Tea։ Ձեր խոհանոցի շաքարի պաշարը նույնպես կարող եք լրացնել Զարինի արտադրանքով։ Մայիս ամսվա ընթացքում Զարինի ողջ տեսականին կվաճառվի մեծ զեղչերով։ Իսկ Զարինի Earl Grey թեյի այս փաթեթը գնելու դեպքում նվեր կունենաք թեյի 2 ապակե գավաթ։ Օգտակար եւ շահավետ գնումներ Զարինից։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն է Դավիթ Թելյան, հեռախոսի թիվը արձանագրեք 323-378, 769-7 հեռախոսահամարով կարող եք զանգահարել, եթե գիտեք լավ անգլերեն եւ աշխատանք եք փնտրում։ Եվ ուրեմն Դավիթ ջան, հարցս ինչ է վիճակը on-line բիզնեսների հիմա, եթե կարելի է, կամ on-line advertisement։ Okay, գիտեք, եթե նայում ենք, ասենք, վերջի 5 տարվա կամ 10 տարվա վիճակին, թե ինչ է տեղի ունենում, շատ կամպանիներ, հատկապես Ամերիկայում, որոնք առևտուր էին անում, ասենք, ստորեր կան, օրինակ վիդեո բլոգբասթերները, տարբեր կամպանիներ, որոնք, ասենք, աշխատում էին դրսում, այսինքն, օրինակ Best Buy-ը խանութ է, որը աշխատում է դրսում։ Կամաց դրանք սկսեցին փակվել, ինչու, որովհետև ամեն ինչ դարձավ on-line։ Օրինակ այսօր դուք կարող եք on-line DVD վերցնեք, ասենք Netflix-ով վերցնեք շատ ավելի էժան, քան դուք գնաք ինչ-որ խանութից առնեք։ Այսինքն մարդիկ ավելի շատ կոմպյուտերներ են հիմա գնում, տեխնոլոգիան ավելի շատ զարգանում է, եւ այս ինդուստրիան ինքը բումի մեջ է։
Այսինքն եթե դուք մտնեք հիմա technology industry-ին, ասենք դուք առաջիկա 15-20 տարում հաստատ համոզված կարող եք լինել, որ բարձր աշխատավարձով աշխատանք կունենաք։ Բնականաբար դա հեշտ չի տրվում, պետք է շատ աշխատել, ես ինքս ասենք շատ եմ աշխատել եւ դրա համար կան արդյունքներ։ Հեշտ չի, բայց հնարավոր է։ Բայց դու փորձում ես հեշտացնել, այսինքն սովորեցնելով տվյալ անձին կարող է քո մոտ գա այդ ծրագիրը անցնի 2 ամիս տևողությամբ եւ դրանից հետո աշխատանք կարող է ունենալ եւ իհարկե կօգնեք աշխատանքը գտնել իրեն համար տվյալ անձի համար իհարկե անպայման ասենք մենք ասենց ես ձեզ ասեմ ասենք մենք մեր վճարը $2500 արժի դա պիտի հարցնեի անպայման վճարումի մասին եթե ուզում եք խոսել այսինքն որ նայում ենք քիչ գումար չի ընդամենը $2500 վճարում են այո ասենք աշխատանք փնտրող մարդու համար դա քիչ գումար չի հավատացեք նույն ամերիկացիները որ գալիս են ինձ մոտ իրանք էլ դժվարությամբ էին վճարում բայց իրոք տեսնում են այդ opportunity-ին դրա համար այդ վճարումը անում են բայց եթե նայում եք ուղղակի պարզ մաթեմատիկական հաշվարկ որ $2500 տալիս եմ հետո ես ամեն ամիս ստանում եմ 3500 net այսինքն ոչ թե gross այլ net դուք ստանալու եք $3500 ամերիկյան կամփանիներից դա բավականին օգտակար այսինքն գինը բնականաբար արդարացված է Օրինակ ձեզ մի օրինակ եմ ուզում պատմել, մի քանի օր առաջ ես զանգ ստացա ծանոթներից, կարծեմ Գևորգ էր անունը, եթե հիմա Գևորգին ինձ լսում եք, կհիշի, ասաց ես Ջոնսում եմ աշխատում, թե Վոնսում ինչ-որ մի սուպերմարկետում, անգլերեն բնականաբար ինձնից էլ լավ, այսինքն ես հայաստանցի եմ ու ակցենտ ունեմ անգլերենի եւ երբ որ գնում ես job interview-ի, այնտեղ զգում եմ, որ դու մի քիչ տարբեր ես։ Իսկ իրանց համար նրանք ովքեր ստեղ են մեծացել եւ անգլերեն այնպես են խոսում ամերիկացիների պես։ Ու ասես շատ լսել եմ, ասեց հետաքրքիր բան, ուզում եմ ավելի մանրամասն ինձ ասեք։ Հիմա տեսեք, ինքը, ասենք, այդպես տեղերում, եթե աշխատես, այդպիսի տեղերում աշխատես, ասենք խանութներում եւ այլն, որտեղ վճարում են, ասենք, ժամը $10, $15, which is okay, բայց դուք կարող եք ավելի շատ աշխատեք։ Ինչի համար ասենք մենք գնանք, չէ, էլի բան չունեմ ասել, էլի ցանկացած աշխատանք, ես էլ շատ տարբեր աշխատանքներ արել եմ, բայց եթե հայկական ուղեղը, հայ ուղեղը շատ ավելի բարձր մակարդակի է գտնում, հավատացեք, ճիշտ եմ ասում։ Ինչու մենք չպետք է մտնենք տեխնոլոգիաների մեջ ու ավելի շատ փող աշխատենք, ավելի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։ Հիմա այդ տեսեք, ես մի բան ձեզ պատմեմ, երբ որ ես աշխատում եմ Culver City-ում օֆիսում, այնտեղ մի հատ հայ չկար, այսինքն մի հատ հայը ես էի, ամբողջը technology office-ներ էր, ցավոք սրտի եմ ասում, եւ այս գործը ինձ թվում է, որտեվ էսի իմ բիզնեսի, գիտեք, 5%-ն է ընդհանրապես ինձ շահույթ բերում, այսինքն իմ բիզնեսը ավելի շատ խորհրդատվական է, ես խորհուրդներ եմ տալիս ամերիկյան ընկերություններին ինչպես ավելի շատ գումար աշխատել եւ այլն, training-ը մի մասն է կազմում, որ ես անում եմ, բայց իրոք ցանկություն կա, որ մեր հայերից տեսնել այդ ոլորտում որովհետև ինչի՞ չասենք մարդը եթե $4000, $3000, $4000 փող կարա աշխատի նույն 8 ժամվա մեջ օրը, ինչու ոչ։ Կարող եք նշեք մի քանի, այսինքն ուսանողներ, որը ձեզ մոտ սովորելով հիմա աշխատանքի են տեղավորվել եւ լավ աշխատանքներ ունեն։ Իհարկե, առաջիններից մեկը, որ արդեն մի տարուց ավել աշխատում է, ամերիկացի City Grid-ը կոչվում կամպանին, City Grid։ Մեկ ուրիշ ասեմ, ավելի մի քիչ հայտնի կամպանի Fox News, որ նոր ընդունվեց աշխատանքի, 2 ամիս տենց մոտավորապես սովորեց ու արդեն զգաց, որ պատրաստ է, կարելի է գնալ ինտերվյուի, գնաց, մի քանի տեղ գնաց, սա 3-րդ տեղն էր Fox News-ը ու արդեն ինքը աշխատում է, մի բան էլ ասեմ ձեզ, որ մենք նաև աշխատանքի ընդունվելուց հետո էլ ենք օգնում։ Այսինքն միջև վերջ տվյալ անձի հետ լինում եք բարեկամ եւ սկսում եք օգտակար լինել, որովհետեւ շատ բարի, Դավիթ ջան, շատ ցավում եմ, ժամը ավարտվեց, բայց հույսով նորից քեզ կհրավիրենք եւ շատ հետաքրքիր է այս տեղեկությունները փոխանցել մեր հայ երիտասարդներին, որոնք փնտրում են աշխատանք։ Ուրեմն հարգելի հեռուստադիտողներ, զանգահարեք 323 378 769 հեռախոսահամարով եւ խոսեք Դավիթի հետ, նա սիրով օգտակար կլինի ձեզ եւ իհարկե եթե լավ անգլերեն եք իմանում, կարող եք աշխատանքի տեղավորվել։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, մինչեւ մյուս հանդիպում։ Ես էլ ձեզ շնորհակալ եմ, հաջողություններ եմ մաղթում ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ։